Վերջերս դաշնակ մաշնակները եկել էին Գյումրի, հանդիպել էին քաղաքացիների հետ եւ քաղաքացիներից մեկը, չեմ ուզում անունը նշել, կարող է թիրախավորվի, Շիրակի պետական համալսարանի դասախոսներից մեկը Հայաստան խմբակցության պատգամավորներին հարց էր ուղղել այն այլանդակության վերաբերյալ, որն իրենք իրականացնում են Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ ընդամենը 1 տարի առաջ։ Եվ ոչ մի բնականաբար հոդաբաշխ տրամաբանական պատասխան այդ հարցը չի ստացել։ Ու նաև հետաքրքիր է, որ այս հանգամանքը, այս հարցը, այս ֆրագմենտը ոչ արծարծվեց դիմադիր լրատվականներում, ոչ սրա մասին խոսվեց այսպես կոչված իշխանական լրատվականներում։ Ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում համերաշխություն է քաղաքական դաշտում, հարգելի բարեկամներ։ Շատ են խոսում նրա մասին, որ պառակտված է, որ ընդդիմություն, իշխանություն իրար են ուտում եւ այլն, այո, հասարակությունը պառակտված է, բայց այդ պառակտվածությունը չի վերաբերվում քաղաքական դաշտին։ Քաղաքական դաշտին համերաշխություն է։ Պայմանավորվել են այս մարդիկ իրար հետ, որ թեմաների մասին խոսում են, որ թեմաների մասին չեն խոսում, ինչպես են կիսում բիզնես քվոտաները, պատգամավորական մանդատները եւ այսպես շարունակ։ Այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո ցույց են տալիս, որ ընդդիմություն են իշխանության հետ օրթախներ են, հարգելի բարեկամներ։ Իշխանության հետ տարբեր բիզնեսներում օրթախներ են։ Համերաշխություն է։ Պարոն Գագիկ Ծառուկյան, դուք ընդդիմություն եք։ Դուք դեմ եք այս ռեժիմին։ Պատերազմից անմիջապես հետո այդ դավադիր, պայմանավորված, վաճառված պատերազմից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկը ձեր ռեստորանում իրականացնում է ճոխ հարսանիք։ Սա մորալ որ օրենքների մեջ է տեղավորվում։ Այն մարդը, Պապիկյան Սուրիկը, ով ընդամենը մի քանի տարի առաջ գալիս էր Գյումրի, ստանալով Նիկոլ Փաշինյանից մի քանի հազար դրամ գնալ գալու փող եւ պերաշկու փող, պատերազմից հետո ձեր փարավոն ռեստորանում նշում է իր շքեղ հարսանիքը մի քանի ամիս հետո։ Այն ազնվորությունը, ով պատերազմից մի քանի օր առաջ գնում էր Աղդամ, ասելով ակնան իմ հայրենիքն է, այսինքն հրահրելով պատերազմ, իր տիրոջ հետ, չեմ սիրում այդ ձևակերպումը, բայց պիտի ասեմ, հրահրելով պատերազմ եւ սպանել տալով մի ողջ սերունդ, իմիջայլոց անունները մինչև հիմա հրապարակված չի, նշում է իր ճոխ հարսանիք, այդ որ փողերով։ Սա սկանդալ է։ Սա սկանդալ է, հիմա դուք կարող եք ասել, ես ինչ անեմ, եկել է, նշել է, ես ինչ անեմ, ընդդիմություն եք, Փաշինյանին դեմ եք, բայց ամորալության դեմ դուք պիտի խոսեք, թե չէ։ Ձեր նախընտրական կամպանիայի ընթացքում Պապիկյան Սուրիկի իրականացրած այս ամորալության մասին խոսելու եք, թե չէ, իմիջայլոց ձեր զավակը պիտի զորակոչված լիներ բանակ, ինչու չի զորակոչվել։ Տեսնում եք ինչ համերաշխություն է, հարգելի բարեկամներ, բայց ձեզ ցույց են տալիս իբրև թե դեմ ենք, իբրև դեմ ենք իրար ենք ուտում, եւ ինչքան Հայաստանի ժողովրդի վիճակը ծանրանում է, այդքան ջոչերի համերաշխությունը ավելի է դառնում կուռ։ Հիսուս Քրիստոսի արձանն եք տեղադրում, բացատրություն տալու եք, թե ինչու եք ոտնահարում հայ առաքելական եկեղեցու հազարամյա պատմությունը, հազարամյա ավանդությունը, բացատրություն տալու եք, թե չէ։ Փաշինյան Նիկոլը խոսում է հայ առաքելական եկեղեցին բարենորոգելու մասին է խոսում, առավոտից երեկո, թե ինչպիսի հետևորդ է, ինչպիսի լավ քրիստոնյա է ինքը, Փաշինյան Նիկոլ, հայ առաքելական կամ ինչպես դու ես ասում, հայաստանյաց առաքելական եկեղեցու ավանդույթներն է խախտում Գագիկ Ծառուկյանը։ Խոսելու ես այս մասին, թե չէ։ Վերջը բացատրություն տալու եք երկուսովդ, թե ինչպես ստացվեց, որ սկսվեց այս հարձակումը, ես վստահ եմ,
Վաղը մյուս օրը պատմաբանները խոսելու են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի իրականացրածը հայ առաքելական եկեղեցու դեմ ոչ պակաս վնաս տվեց, քան Փաշինյան Նիկոլի իրականացրածը։ Վերջը բացատրություն տալու եք, թե ինչու եք ներմուծում Հայաստան այս տարածք կաթոլիկ եկեղեցու ավանդույթները արհամարելով եկեղեցու հոգևոր բարձր դասի եպիսկոպոսների ժողովի հոգևոր բարձրագույն ժողովի մի քանի անգամ եղած հայտարարություններ, բացատրություն տալու եք երկուսովդ, թե չեք տալու։ Պարոն Սամվել Կարապետյան, ձևավորել եք ուժ, մեր ձևով բառը ասեցիք, արտահայտությունը արեցիք, ձեզ փագեցին եւ հենց այդ դա տրիգեր հանդիսացավ, որ ձևավորվի քաղաքական ուժ։ Եկեղեցու մասին եք խոսում։ Այնա եկեղեցին դրած տեսնում եք ինչ են անում։ Գագիկ Ծառուկյանի հետ միասին խոսելու եք դրա մասին։ Մի բառ ասել եք դրա մասին։ Դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանին։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ։ Բազմաթիվ Արցախում սոսկալի մասշտաբի տնտեսական հանցագործություններ է իրականացրել։ Հիմա մտնում ենք նախընտրական կամպանիա։ 800 միլիոն դոլարի վարկ է տրված եղել Փաշինյան Նիկոլը 23 թվականի դեկտեմբերին այդ վարկերը ջրել է։ 70%-ը պետությունն է ստանձնել, 30%-ը կազմակերպ բանկերը դուրս են գրել։ Փաշինյան Նիկոլն եղավ 7-8 տարի խոսում է հեղափոխության մասին, բայց հետ չի անում իր հրճակած նախկին թալանչիների վարկերը, պարտքային պարտավորությունները։ Խոսելու եք սրա մասին, թե չեք խոսելու։ Բա որ դուք չեք խոսում սրա մասին, Փաշինյան Նիկոլի իրականացրած տնտեսական, ռազմական կամ այն հանցագործությունների մասին չեք խոսում, որտեղ Փաշինյան Նիկոլը, եթե ոչ առաջին համարն է, գլխավորն է, ապա թաթախված է միանշանակ։ Բա որ դուք չեք խոսում սրա մասին։ Բա ո՞նց եք ընդդիմություն, պարոն Կարապետյան, կբացատրեք։ Կամ ձեր զարմիկի միջոցով կբացատրեք մեզ։ Ռեժիմը իրականացնում է հանցագործություններ, իրականացրել է եւ իրականացնում է։ Դուք էլ ասում եք մենք դեմ ենք, բայց չեք խոսում ռեժիմի իրականացրած ոչ մի իրական հանցագործության մասին, ռեալ հանցագործության մասին։ Ինչու՞։ Ինչու՞։ Որովհետև համերաշխություն է Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ։ Չկա մի երկիր, որտեղ տվյալ երկրի հատուկ ծառայությունների գործակալները իրականացնեն հեղափոխություն, այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են, Հայաստանում կա։ Փաշինյան Նիկոլը շրջապատված է եւ բոլոր փաստարկները խոսում են նրա մասին, որ ինքը եւս եղել է ազգային անվտանգության ծառայության, եթե ոչ գործակալ, ապա ուղիղ վերահսկողության ներքո։ Այս հանցագործության մասին դուք պիտի խոսեք։ Ընդդիմադիրներ, հա, բա որ չեք խոսում, ինչպես եք ընդդիմություն։ Բա որ չեք խոսում դուք ռեժիմին ինչպես եք դեմ։ Ինչպես։ Արցախում եղած հեկերը, հայ կոլաբորանտները վաճառել են ադրբեջանցիներին Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել, մեկը չի հարցնում, ինչու է այդ կոլաբորանտներին կոմպենսացիա տվել, որ իրավունքով, որ օրենքով, մեկը չի հարցնում, ինչու չես բարձրաձայնում 16-րդ ոչու բարով վարչապետ այդ կոլաբորանտների անունները եւ ազգանունները, ինչու չես բարձրաձայնում, որ իրավունքով ես կոմպենսացիա տվել, ինչու են այդ մարդիկ մինչև հիմա ազատության մեջ, ազատ ման գալիս, լռություն, բացարձակ համերաշխություն, քաղաքական դաշտում, երբ ասում եմ լռություն, այն վերաբերում է քաղաքական դաշտին, այսինքն օրենսդիր մարմնին, գործադիր մարմնին, դատական մարմնին, հա? Տո նրանց ենթակայության տակ գտնվող 4-րդ իշխանությանը, այս համակարգերում, այս թեմաների մասին համարյա բացարձակ լռություն է եւ շարունակում են մարդկանց հիմարի տեղ դնելով, իբրև թե մենք իրար դեմ ենք, մենք իրար հետ չունենք, մենք իրար թշնամի ենք, մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետության համար։ Փաշինյան Նիկոլը վերջերս երբ Գյումրի էր եկել, չեմ հիշում Գյումրիում դա ասեց թե Արտիկ կամ Մարալի քաղաքում
ասաց ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ինչքան էլ ցավալի լինի, այո, դա իրականություն է։ Փաշինյան Նիկոլը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այն պայմանավորվածությունները, որ ինքը ձեռք է բերում, նա ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության անունից։ Նա Հայաստանի Հանրապետության անունից է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Նա Հայաստանի Հանրապետության անունից է 18-ից 20 թվականների զորակոչը ուղարկել Աղդամներ ու Ջաբրայելներ եւ 91 թվականի փաստաթղթերով տարածքները ճանաչելով Ադրբեջանի կազմում Հայաստանի Հանրապետության անունից է ճանաչել զոհված տղաներին եւ առհասարակ այն մարդկանց, ովքեր երբևէ այդտեղ ծառայել են այդ մասերում, Արցախում։ Օկուպանտ խուժան Փաշինյան Նիկոլը, պարոն Ռոբերտ Քոչարյան, Հայաստանի Հանրապետության անունից, այդ թվում քո ղեկավարած, քո գլխավորած դաշնակ մաշնակների Հայաստան դաշինքի այդ կոլաբորանտների անունից է ճանաչել տղաներին օկուպանտ խուժան։ Հայաստանի Հանրապետության անունից է արել այս ամենը եւ ոչ մի իրավական գործընթաց, ոչ մի ռեալ քաղաքական գործընթաց, այսքան հանցագործություն նույնիսկ իմպիչմենտի հարց չի քննարկվել, ռեալ այս կապիկության մասին ես չեմ խոսում։ Այս կապիկության մասին ես չեմ խոսում, որ անում են Սերժը եւ իր մանկլավիկները, դրա մասին չի խոսքը, ասում է եկեք Փաշինյան Նիկոլին բանանենք, անվստահություն հայտնենք, որովհետեւ Փաշինյան Նիկոլը խախտել է կառավարության ծրագիրը։ Այսքան հանցագործությունից հետո կառավարության ծրագիրն է խախտել, դրա համար եկեք բանանենք, հեռացնենք Փաշինյան Նիկոլին։ Լռություն եւ քաղաքական ակտորների միջև համերաշխություն։ Այդ խաղաղությունը ձեզ է վերաբերում, ձեզ, բայց Հայաստանի Հանրապետության անունից այո խոսում է, ներկայացնում է, բայց ողբերգությունը այնտեղ է, սա կես ողբերգությունն է, որ նա Հայաստանի Հանրապետության անունից է այս ամենը հարել, ողջ ողբերգությունը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես այսօր կապ չունի հայ ժողովրդի հետ, որ այն ջոչերը, ովքեր այսօր թարած են իշխանական բարձր աթոռների վրա, որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի հետ։ Եվ կգա օր, երբ հայ ժողովուրդը կազատվի այդ հայերից։ Դա Աստված հայը ազատի, իսկ եթե ոչ թող օտարը ազատի։ Դա Աստված հայը ազատի հային, հայի կառավարումից, իսկ եթե ոչ թող օտարը ազատի հային այս հանցավոր կառավարումից։ Եվ թող օրհնվի այն օրը, երբ հայը կազատվի դավաճան, կոլաբորանտ, ուխտադրուժ, ռենեգատ, օպորտունիստ, փողի մեռած, կեղծ հեղափոխություն կազմակերպած, դավադիր պատերազմ կազմակերպած, մի քանի սերունդ տղաների օկուպանտ խուժան ճանաչած հայերի կառավարումից։ Հաղթանակը կապիտալիզացնելը շատերի մոտ է ստացվում, հաղթանակը վերածել նյութական բարիքի, բայց պարտությունը վերածել նյութական բարիքի, դա ամեն մարդ չէ, որ կարող է անել, հայ ջոչերը կարողացան անել, հայ ջոչերը կարողացան այս սարսափելի ջախջախիչ պարտությունը վերածել կամ այս պարտությունից քաղել նյութական բարիքներ։ Ես ձեր տիրոջ մերը